وای 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 شیرین زبان 10 سال خدا عمری یادت 10 سال نابامم اینجا بگردم آنجا بگردم یموش بودم مدرسه Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ աղջիկների տարրական դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով 165 զոհ կա, այդ թվում բազմաթիվ աշակերտներ։ Երևանում Իրանի դեսպանատան տարածած կադրերում դպրոցական արյունոտ պայուսակներ ու իրեր են, սգացող ծնողներ։ Մինաբի այս բնակիչը պատառոտված դասագրքերն է թերթում ավերակների ֆոնին։ مشاهده کنین عزیزان بزرگوار یک بار دیگه سند جنایت رژیم صهیونیستی برای جهانیان اثبات شد این تصاویر رو دنیا باید ببینه دنیا این تصاویر رو ببینه بزرگواران مدعیان آزادی این تصاویر رو ببینن این تصاویر رو ببینین عزیزان Ականատեսների վկայությամբ կեսօրին մոտ է պայթյունի ձայնը լսվել։ برای مراسم افطار کنار هم بودیم و واقعا الان نبودنشون رو داریم احساس میکنیم Reuters-ի հաղորդմամբ Մինաբում է գտնվում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական բազան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ցավակցել է զոհերի ընտանիքներին, պաշտոնյաներին կոչ անելով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները վիրավորներին ու նրանց ընտանիքներին անհապաղ օգնություն ցույց տալու համար։ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների մահվան կապակցությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս խորը մտահոգություն է հայտնել կրթական հաստատությունների վրա ռազմական սրման ազդեցության վերաբերյալ։